Ֆակտոր-ը գրում է 2018-ի սեպտեմբերի 8-ին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին ձեռնարկատիրական գործունեության ապօրինի մասնակցելու հոդվածներով մեղադրանք առաջադրվեց։ Գրեթե 7 տարի անց գործը դեռևս նախաքննության փուլում է։ Տոմը կինել, ձկինել, ոչ մի մուկ եւ ոչ մի ձուկ չի պլստալու։ Ոչ մի մուկ եւ ոչ մի ձուկ չի պլստալու։ Փաշինյանի հայտնի այս ելույթը հնչել է 2018-ի սեպտեմբերի 11-ին Աբրահամյանին մեղադրանք առաջադրելուց 3 օր անց, հանրության մոտ մեծ սպասումներ առաջացնելով։ Ինչպես հեղափոխության օրերին, այնպես էլ դրանից հետո Փաշինյանը հաճախ էր նման սուր ելույթներ ունենում, պարբերաբար խոստանալով ժողովուրդը շուտով նախկին բարձրաստիճան պաշտոնյաների անունները կտեսնի սկանդալային քրեական գործերում։ Ժողովուրդն իսկապես տեսավ այդ անունները քրեական գործեր հարուցելու մասին հաղորդագրություններում, բայց ոչ դատավճիռներում։ Գործերից շատերը տարիներով նախաքննության փուլում են կամ քննվում են դատարաններում։ Այս հանգամանքը, որը տարիներ շարունակ բարձրաձայնվում էր քաղաքասարակության եւ իրավապաշտպանների կողմից, երեք հանկարծ հիշեց վարչապետ Փաշինյանը։ Եթե Փաշինյանի համար նմանօրինակ դեպքերը զարմանք են առաջացնում, ապա իրավապաշտպաններն այս մասին պարբերաբար են բարձրաձայնում։ Աբրահամյանի գործը միակը չէ, ժամանակին մեծ հնչեղություն ստացած, բայց այսօր գրեթե մոռացված գործերից են նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեկլարյանի, Հայաստանի Հանրապետության նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի եւ այլ քրեական գործերը։ Վերջինները հետախուզման մեջ են։ Ստացվում է ավելի քան 7 տարի իրավապահ համակարգը չի կարողանում հայտնաբերել մեղադրյալներին։